Հրապարակը գրում է Արցախի հարցերով զբաղվող հանձնախմբի ղեկավար Վարդան Օսկանյանն օրերս Հայաստան է վերադարձել։ Արցախի քաղաքական գործիչները, խորհրդարանականները սրտատրոփ սպասում են նրա հետ հանդիպմանը եկող շաբաթ Արցախի ներկայացուցչությունում։ Նրանք Օսկանյանին կհյուրընկալեն, մեծ հույսեր ունեն, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված Օսկանյանը լավ լուրով է վերադարձել։ Թերթը հիշեցնում է, այս հանձնախումբը Օսկանյանի գլխավորությամբ զբաղվում է արցախահայերի հիմնարար իրավունքներով, գլխավորապես վերադարձի հարցով ու միջազգային հարթակներում բազում հանդիպումներ է ունենում հարցին լուծում տալու ակնկալիքով։ Ժողովուրդը հարցմամբ դիմել է քննչական կոմիտե, խնդրել տրամադրել 20 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված ու անհետ կորած անձանց մասին տեղեկությունները, թե քանի անձ է զոհվել պատերազմի ընթացքում, նրանցից քանիսն են եղել ժամկետային զինծառայող, քանիսը պայմանագրային, քանիսը կամավորական ու աշխարհազորային։ Քննչական կոմիտեից թերթին պատասխանել են փետրվարի 20-ի դրությամբ 20 թվականի 44-օրյա պատերազմական գործողությունների ընթացքում զոհվել է 3941 անձ, որից 1702-ը ժամկետային զինծառայող, 860-ը կամավորական, 864-ը պահեստազորային, 143-ը այլ զորքերի զինծառայողներ, 44-ը քաղաքացիական անձինք։ Մինչև օրս անհայտ է 172 զինծառայողի ու 19 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Եվս մեկ անգամ թերթը հիշեցնում է 20 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը 5 տարիների ընթացքում չի հրապարակել որևէ զեկույց։ Այս թվերին զուգահեռ հարկ է նշել, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների ընդհանուր թիվը 2900 է, 14 զինվորական համարվում է անհետ կորած։ Թերթը նշում է, որ պաշտոնական վարկածն է սա, որը միանշանակ կոծկում է իրականությունը, իսկ ոչ պաշտոնապես դեռ պատերազմի ավարտից անմիջապես հետո առանձին մասնագետներ կարծիք հայտնեցին, որ Ադրբեջանի զոհերը պաշտոնական հրապարակվելիք թվերին գերազանցելու են մի քանի անգամ։ Հարկ է նշել, որ քննչական կոմիտեից թերթին փոխանցել են, որ 24 թվականի դեկտեմբերից մինչև փետրվարի 16-ն ընկած ժամանակահատվածի աշխատանքների արդյունքում 6 զինծառայողի հարազատ ընդունել է զոհվելու փաստը, կատարել հուղարկավորում, 82 զինծառայողի հարազատներ հրաժարվում են հուղարկավորել դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում նույնականացված մարմինները, գրում է թերթը։ Հրապարակը գրում է, չնայած դեռ անցած տարեվերջից խոսվում է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի Հայաստան կատարելիք այցի մասին, անգամ մոտավոր ժամկետ է նշվում փետրվարի վերջ, բայց օրերս Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Մատվիենկոյի այցը նախատեսված է հունիսի 5-ից 6-ը, ռուսական TASS-ն ավելի վաղ նշել էր, որ Մատվիենկոն կայցելի Երևան ռուս-հայկական միջպետական հարաբերություններին լիցք հաղորդելու համար։ ՔՊ աղբյուրներից թերթը կացել է, թե ինչու է այցն այդքան հետաձգվել եւ գրել, որ աշխարհաքաղաքական վերջին զարգացումներից հետո Փաշինյանը անառակ որդուպես որոշել է կրկին նետվել Մոսկվայի գիրկը, պետական բոլոր գերատեսչություններին հանձնարարել է Ռուսաստանի հետ միջգերատեսչական հորիզոնական կապերն ու շփումները վերականգնել, հանդիպումներին, միջոցառումներին մասնակցել, բայց Ռուսաստանում, ինչպես ասում են, Նիկոլի արդյունքներին չեն հավատում եւ որոշել են փաստերով, ապացույցներով հավաստիանալ։ Լիցուկ պահանջ է ներկայացվում, որ Հայաստանի իշխանությունը չեղարկի Եվրաքվեի նախագիծը։ Երկրորդ ընթերցման հետաձգումը դրանով էր պայմանավորված ու չի բացառվում, որ այն առհասարակ չեղարկվի, գրում է թերթը։ Փաստը գրում է, ինչպես հայտնի է Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագծի երկրորդ ընթերցման քվեարկությունը ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովում հետաձգվեց մինչև 2 ամիս ժամկետով։ Որպես պատճառաբանություն նշվեց տեխնիկականը, բայց Փաշինյանը հակված է ընդհանրապես հետ քաշվել այս թեմայից եւ հետագայում նախագիծը ԱԺ քննարկման չներկայացնել, աղբյուրի փոխանցմամբ նման որոշման հիմք է ծառայել աշխարհաքաղաքական բուրըն փոփոխություններ
զարգացումները որտեղի են ունենում, այսինքն ստացվում է Եվրաքվե անունով նախաձեռնությունը 50,000-ից ավելի քաղաքացիների ապակող նորոշել է ստացել նրանց ստորագրությունը, իսկ իշխանությունները ոտքի վրա նախագիծն ուղարկել են խորհրդարան, նույնիսկ չհամբերելով հասկանալու զարգացումները, մասնավորապես ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների հետ կապված։ Թերթը ուշագրավ է համարում, որ նման նախաձեռնության հեղինակները հիմա էլ Եվրադաշինք անունով փորձում են ստանալ գյումրեցիների քվեն առաջիկա ավագանու ընտրություններում։ Ժողովուրդն էլ գրում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Զելենսկու վեճը նախորդ շաբաթ Սպիտակ տանը թեժ զարգացումներ է ապահովել ռուս-ուկրաինական պատերազմի մարտադաշտում։ Ռուս քաղաքական շրջանակներից թերթը տեղեկացել է, որ մյուս շաբաթ Ուկրաինայի նախագահը կմեկնի Վաշինգտոն Թրամփի հետ բանակցելու։ Թերթը հիշեցնում է, Թրամփն արդեն ազդարարել է Ուկրաինային զենք տրամադրելու գործընթացը դադարեցնելու մասին Պուտինի ու Զելենսկու միջև խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ դեռ չկան։ Ռուսական քաղաքական շրջանակները նշում են, որ Ռուսաստանի նախագահը Թրամփի խաղաղության կոչին զուգահեռ պատերազմն ավարտելու քայլերի հաջորդականությունն է սահմանել, առաջարկելով փուլային լուծում։ Պուտինը իր ամերիկյան գործընկերներին ասել է, որ Զելենսկու հետ կքննարկեն խաղաղության հաստատման մասին փաստաթուղթ, որով նախ կհայտարարվի հրադադար, կողմերը որտեղ կանգնած են կմնան այդ տեղում ու այն կդառնա նոր սահմանային գոտի, կարդում ենք թերթում։